Պարոն Մախասյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ուրեմն առավոտը բացվել է և ԱԱԾ-ն ներխուժել է Արագածոտնի թեմի առաջնորդի Սրբազանի տեղը անհայտ է, փաստաբանները առևանգման մասով դիմում են ներկայացրել, 5 և ավել քահանաներ Փաստաբաններն ասում են, հենց որ ուղղակի հայտեցին, որ վկայի կարգավիճակով են իրենց տարել, բայց փաստացի թույլ չեն տալիս 2 ժամից մոտավորապես 4 ժամից ավել է, որ թույլ չեն տալիս փաստաբանները հանդիպել քահանաներին, իրենց էլ դուրս չեն թողնում, թեմի դռները փակ են, քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել եկեղեցի և արդեն հայտնի դարձավ նախ փաստաբան Արա Զոհրաբյանը իր խոսքում պնդեց, որ ըստ էության քահանաների դեմ գործ է տվել Նիկոլական քահանա Տեր Արամը, որի վստահ ծանոթ եք իր վերջին հայտարարություններին, նաև հրապարակում եղավ, որ գործ տվողներից մեկը նաև Դանիել Հրանոսյանն է Իրազեկ քաղաքացիների միավորում։ Այսինքն այդ process-ը բարև ձեզ, շնորհակալություն, process-ը տեղի է ունեցել փոխադարձ։ Մի փոքր միկրոֆոն մոտեցրեք, եթե կարելի խնդրեմ։ Փոխադարձ իրար օգնող գործողությունների մեկը հայտարարությունը արել է, մեկը այդ հայտարարության հիման վրա վազել գործատվել իրավապահ մարմիններին, Նիկոլ Փաշինյանի ճաշակին համապատասխան բնականաբար այն ինչի մասին մենք խոսեցինք, այդ հոգևորականների ձերբակալություն, նաև Սամվել Կարապետյան, նաև այլ քաղաքական գործիչներ, որոնք հիմա գտնվում են բանտերում սրբազանները, այսինքն իրարից առանձնացնելը այս պարագայում սխալ է, որովհետև սա Նիկոլ Փաշինյանի հաստատած այլանդակ ավտորիտար ռեժիմին բնորոշ գործողություններ են, ես նշեմ, որ բոլոր փաստերը իմի բերելով, բոլոր այդ այլանդակությունները իրար կողք դնելով կարող ենք ասել, որ Հայաստանի անկախ պատմության ընթացքում որևէ իշխանություն նման այլանդակ ավտորիտար ռեժիմ չի հաստատել, ինչքան հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Որևէ իշխանություն իրավապահ համակարգին չի օգտագործել այնքան կամայական ու քաղաքական նպատակներով, ինչքան օգտագործում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի ես ուզում եմ ընդհանուր գնահատական տամ այս ռեժիմին, ինչ հաստատվել է Հայաստանում եւ նաեւ խոսել այն մասին, ովքեր են հովանավորում այդ ռեժիմի գործողությունները, ոչ միայն հովանավորում են, այլ նաեւ ողջունում են։ Նիկոլ Փաշինյանը գիտենք, որ իշխանությունը պահելու խնդիր ունի, առաջիկայում նաև ընտրություններ են, վաղաշաբաթ ընտրությունների մասին կխոսենք, բայց համապետական ընտրությունները այս պարագայում նաև լավ հասկանում է, որ այն ինչ արել է ինքը Արցախի հետ կապված, Հայաստանի շահերի հետ կապված, դրանց համար քաղաքական պատասխանատվության պահը անպայման գալու է, եւ ինքը ամեն ինչ անում է իշխանության մնալու համար։ Այդ իր իշխանությունը նաև ձեռնտու է Թուրքիային, Ադրբեջանին եւ Թուրքիային ու Ադրբեջանին դաշնակից համարող, կարևոր երկիր համարող արևմտյան երկրներին։ Հետևաբար այդ նույն արևմտյան երկրները, ովքեր ժամանակին իրենց ճղում էին Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված, ժողովրդավարական արժեքների հետ կապված, ասենք ոստիկանը մեկին մի փոքր կոպիտ հրեր դա դարձնում էին մի հատ բանաձևի թեմա, հայտարարություններ էին լինում, դեսպաններն էին խոսում, քաղաքահասարակությանը հեսա կանրադառնանք Հայաստանում այսպես կոչված քաղաքահասարակությանը, բայց այդ մարդիկ հիմա լռում են, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է բարձրաստիճան հոգևորականների ակնհայտ շինծու գործով, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է Սամվել Կարապետյանին ակնհայտ շինծու գործով, եւ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը ձերբակալում էր մարդկանց, ովքեր ուղղակի խոսք էին ասել խուլիգանության հոդվածներով եւ այլն, ձերբակալում էր քաղաքական գործիչների կրկին լռում էին։ Այդ երկրները, այդ կազմակերպությունները, արևմտյան այն երկրները, ովքեր գովաբանում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իբր ստեղծված մարդու իրավունքների համակարգի, ժողովրդավարական արժեքների համար, չգիտեմ, կենացներ են ասում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, այդ երկրներն ու այդ դեսպանատները ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանում տեղի ունեցող այլանդակությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների եւ մարդու իրավունքների ոտնահարման համար։ Այդ երկրները ժամանակը կգա եւ հայ հասարակությունը իր վերաբերմունքը ցույց կտա նման երկրներին ու նման դեսպաններին։ Երկրորդ կարևոր փաստը կան հասարակություն կոչված, դա իրավապաշտպանության դիմակի տակ հանդես եկող
որոշակի գործիչներ են, որոնք հիմնականում սնվում են արևմտյան գրանտներով, իրենց ճղում են դեմոկրատիայի էլի, մարդու իրավունքների պաշտպանության, չգիտեմ, համամարտկային արժեքների համար, բայց հիմա պարզվում է, որ այդ մարդիկ, հիմա չէ, արդեն տևական ժամանակ է պարզ էր, գոնե ինձ համար եւ շատերի համար, շատ տևական ժամանակ վերածվել են գոնգոների, գոնգոն իշխանությանը կցված հասարակական կազմակերպություններ են, ուղղակի եթե նորմալ երկրներում այդ գոնգոները գոնե փող ստանում էին պետությունից, չնայած սրանք էլ ինձ թվում է ինչ-որ ձևով այդ բարիքներից կօգտվեն, բայց սրանք ստանում են իմ նշած արևմտյան երկրներից, դեսպանատներից գումարներ ու ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դարձել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքները։ Դաշտում գործող նման իրավապաշտպան կազմակերպությունների 99%-ը Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիքներն են։ Եվ պատահական չէ, որ այսօր հոգևորականների ձերբակալությունը իրականացվեց այդ նշված քաղաքասարակության այդ բջիջի կողմից, ով Տեր Արամ եք ասում, բայց չեմ կարծում, որ այստեղ Տերը հարգի է օգտագործել, պետք է ասել Արամ եւ ես զարմանում եմ, որ մինչև հիմա այդ մարդը կարգալույս չի արվել նման հայտարարություններից, նման վարկագծից հետո այդ Արամի ու տվյալ քաղաքասարակության ներկայացուցիչի ներկայացրած դիմումի համաձայն են տեղի ունենում հոգևորականների ձերբակալությունները։ Քիչ առաջ Թոմաս Արաքելյանը գրառում էր արել, իսկ իր եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր։ Բոլորից ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը։ Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների։ Սա Թոմաս Արաքելյանի Արամն է այո, դիմել, խնդրել, որպեսզի թիկնապահ դառնա։ Այդ երբ է դիմել։ Թոմաս Արաքելյանը այսօր գրառում է արել, դեռ ձեռնադրված չէր այդ ժամանակ։ Հետո չէ, ես հիմա ասում եմ, թե ինչու կարգալույս չեն արվում նման հոգևորականները, ինչու եկեղեցին չի մաքրվում նման հոգևորականներից, չնայած հասկանում ենք քրիստոնեական հանդուրժողականություն եւ այլն, բայց մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը ամեն օր կարմիր գծեր է անցնում, ամեն օր բռնաճնշումների մեքենան ավելի մեծ թափ է հավաքում եւ նման իրավիճակում եկեղեցին մնացել է միակ ինստիտուտը, ազգային ինստիտուտը, հայ ինքնության բաղկացուցիչ մասը, որը դեռևս դիմադրում է Նիկոլ Փաշինյանի այն նկարտումներին, որոնք ուղղված են ընդհանրապես մեր պատմական հիշողությունը ջնջելու, մեր ինքնությունը ջնջելու եւ նոր ինքնություն գրելուն։ Իսկ այդ նոր ինքնությունը ավելի շատ Անկարայից եւ Բաքվից թելադրված ինքնությունն է եւ այս իրավիճակում եկեղեցին մնացել է գրեթե միակ այն ինստիտուտը, որը ըստ էության դեռևս դիմադրում է Նիկոլ Փաշինյանի այդ նկարտումների։ Մենք տեսնում ենք, թե պատմության դասագրքերի հետ կապված ինչ են անում, բայց ակադեմիական շրջանակները լուր են, ակադեմիան փակեցին, չգիտեմ, դարձրեցին մի հատ անհասկանալի կառույց կրկին լուր են, բայց կան հոգևորականներ, կան եկեղեցականներ, որոնք դրա դեմ խոսում են ու արդյունքում շատ-շատերը նրանցից կամ հետապնդվում են, կամ Բաքրատ Սրբազանի պես, Միքայել Սրբազանի պես հայտնվում են բանտախցերում։ Հիմնականը այս թեմայով այս կա, ես նշեմ, որ այս ամենի պատասխանատվությունը կրում են նաև այն մարդիկ, ովքեր անվերապահորեն աջակցում են, չնայած փոքրաթիվ են, բայց ամեն դեպքում կան, հազարներ են կազմում, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանի այս բռնապետական ավտորիտար նկարտումներին, այս հետապնդումներին, հավանություններ են տալիս, չգիտեմ, ոգևորված հայտարարություններ են տալիս, ես այդ մարդկանց ուղղակի չեմ հասկանում, այսինքն այդ մարդիկ համարում են, որ անհարկի շինծու գործերով հոգևորականներ ձերբակալելը դա, չգիտեմ, ինչ-որ վեհ գործ է կամ, չգիտեմ, ինչ-որ օգուտ է տալիս հասարակությանն ու երկրին, այն դեպքում, երբ երկիրը թաթախված է բազմաթիվ հանցագործությունների մեջ, բազմաթիվ խնդիրների մեջ, արտաքին անվտանգություն գոյություն ըստ էության չունի, որի մասին խոստովանել է նույն Նիկոլ Փաշինյանը, ներքին անվտանգության հետ կապված մենք կանգնած ենք լրջագույն խնդիրների առջև, ամեն օր լսում ենք սպանությունների մասին, դուք տեսնում եք ճանապարհներին ինչ է կատարվում, ամեն օր մահեր, սպանություններ, ուղղակի վերջին մի քանի օրվա քրոնիկան այդ
հանցագործության մակարդակի մասին ամբողջական պատկերացում տալիս է 4 հոգի սպանում են, հետո եկեղեցում տանակահարում են, մահանում է, դրանից առաջ համայնքապետի եւ ոստիկանի սպանությունը, դա ընդհանրապես վերջին օրերին է տեղի ունեցել ու այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել հոգեվորականներով իրեն ծառայող ինչ-ինչ քահանաների ու այդ քաղաքասարակության իբր քաղաքասարակության ներկայացուցիչի անմիջական օգտագործմամբ Պարոն Մախասյան, հիմա ամեն ինչ պարզ է, չէ, որ այս ամեն վեհափառի դեմ չէ, սա կոնկրետ մեկ եկեղեցու դեմ է եւ առաջիկայում էլ վաղաշաբաթ սպասման ընտրություններ Մայր Հայաստանի իր տեխնացու ունի եւ փաստ է, որ վաղաշաբաթում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս թիմը չհաջողի, որովհետեւ դա վերջնականապես ուղղակի ոչնչացնելու է մեր եկեղեցին։ Խնդրեմ։ Այս իրավիճակում վաղաշաբաթի առաջիկա ընտրությունները նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք ընտրությունները շատ կարևոր հանգրվան են, հաշվի առնելով եկեղեցու դեմ տեղի ունեցող հետապնդումները Մայր Հայաստան կուսակցությունը, ինչպես գիտեք, մասնակցում է այդ ընտրություններին փորձառու երիտասարդ թիմով եւ նախքան այս ձերբակալությունները այսօրվա ձերբակալությունները մենք այնտեղ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ որոշ մարդիկ կային, որ մոտենում էինք ստորագրելու, ասում են, բայ եկեղեցին չի հետապնդվում հիմա, որ մենք ստորագրենք ու դրանից մի քանի օր հետո տեսնում ենք այս Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, քահանաների ձերբակալությունը, այսինքն մենք այն ժամանակ դեռ հասկանում էինք, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, սրբազաններով չի ավարտվելու։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե կաթողիկոսն է, սրբազաններն են, քահանաներն են, Նիկոլ Փաշինյանի խնդիրը հայ առաքելական եկեղեցին է, կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին եւ Մայր Հայաստան կուսակցությունը կանգնած է եկեղեցու պաշտպանության դիրքերում եւ քաղաքական հնարավոր բոլոր մեթոդները օգտագործելու է, գործիքները օգտագործելու է եկեղեցին Նիկոլ Փաշինյանի այդ ավտորիտար այլանդակ նկրտումներից պաշտպանելու համար։ Դրա համար վաղաշաբաթի ընտրությունները ոչ միայն կարևոր են քաղաքային խնդիրների լուծման, քաղաքական խնդիրների լուծման առումով, այլ նաև կարևոր են հենց վաղաշաբաթում, հենց Էջմիածնում, Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը մերժված է, իր թիմը մերժված է, մերժված են նաև այն սատելիտ կուսակցություններն ու քաղաքական ուժերը, որոնք ԿՊ-ի հետ մեջքի տված հիմա փորձում են մասնակցել վաղաշաբաթի ընտրություններին։ Մայր Հայաստանը խոսքը Արամ Սարգսյան, այդպիսի իբր արևմտամետ կուսակցություն կա։ Գիտեք, չէ՞, ինչա տարածեց անոթ, այո, մենք այդ հարձակմանը մասնակցելու ենք, լինելու։ Հա, բայց Արամ Սարգսյան հիմա կարող եք լսել անգամ։ Բայց նորություն չի, Ես խոստանում եմ եւ ֆեյսբուքից եմ ասում իմ ընտրողներին եւ առասարակ իմ քարոզարշավին հետևողներին։ Ես այդ օրը կվերցնեմ time out եւ կգնաք եւ իբրև հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ այո կմիանա Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քաղաքացի հավատացյալ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպել հոգևոր հավաքի։ Հանուն նրա, որ Կաթիչ Ներսիսյանը օր առաջ եղան։ Խնդրեմ, այսինքն իրենք իրենց բերանով խոստովանում են, որ իրենք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները։ Այսինքն, եթե դուք այս մարդկանց ձայն եք տալիս, համարեք, որ ձայն եք տալիս Նիկոլ Փաշինյանին, որևէ տարբերություն չկա։ Ես ավելին ասեմ, իրենք Նիկոլից ավելի Նիկոլ են։ Իրենց անսկզբուն կայունության, ազգային շահերը ոտնահարելու, պետական շահերը ոտնահարելու տեսանկյունից։ Հետևաբար սա եւս մեկ ապացույց այն մասին, որ Էջմիածնում մասնակցող այդ Արամ Սարգսյան, չգիտեմ, այս տղայի անունը ինչ է, մնացածները դրանք փորձում են անել Երևան 2, այսինքն իշխանագողություն։ Երևանում տեսակ չէ, պարտվեցին, ԿՊ-ն պարտվեց, բայց անցան ավականի, այս սրանք էլի այդ Արամ Սարգսյանի կուսակցությունը մի կերպ հայտնվեց ավականիում եւ իրար այդ կոալիցիա կազմելով տարբեր խարդավանքներով եւ այլն ուղղակի երևանցիներից խլեցին իշխանությունը մի կերպ, այսինքն փոքրամասնության իշխանություն է հիմա Երևանում
Նույն բանը փորձեցին անել Գյումրիում, ուղղակի գյումրեցիները արդեն փորձված էին, բավականին տեսել էին Երևանում ինչ է կատարում, խայտարակ ձևով մերժեցին այս 5-րդ շարասյան Եվրոպա մեծ, Եվրոթուրքեր կոչվածների, խայտարակ ձևով ուղղակի մերժվեցին այնտեղ եւ Նիկոլ Փաշինյանի եւ այս Եվրոթուրքերի ծրագիրը իրականություն չդարձավ։ Հիմա նույն բանը փորձում են անել Էջմիածնում, այսինքն երկու քաղաքական ուժ իբր իրարից տարբեր, բայց տեսնում ենք, որ որևէ տարբերություն չկա այս երկուսի մեջ, փորձում են նույն ձևով իշխանակողություն իրականացնել Էջմիածնում։ Ես համոզված եմ, որ Մայր Հայաստանը այդ ընտրությունների մասնակցում է իշխանություն ձևավորելու հստակ նպատակով, իսկ մինիմում ծրագիրը Մայր Հայաստանի դա ԿՊ-ին իշխանազրկելն է, ամբողջությամբ իշխանազրկելն է, թույլ չտալ, որ իրենք մոտենան Էջմիածինը վաղաշաբաթ խոշորացված համայնքը ղեկավարելու ղեկին, բայց մինիմում ծրագիրը դա է։ Տեսեք, խնդիրը ինչումն է, այսինքն Նիկոլ Փաշինյանը իր թիմով, մենք գիտենք, որ արդեն փաստել ենք, որ ապրում ենք ավտորիտար այլանդակ ռեժիմի պայմաններում եւ բացառված չէ, որ իրենք դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին, խարդավանքներին, այնտեղ ամեն գնով իշխանության հասնելու համար, բայց կա մեկ շատ արդյունավետ դիմադրության միջոց, դա մեծ մասնակցությունն է։ Մայր Հայաստանը քաղաքականացնելու է, գերքաղաքականացնելու է ընտրությունները, վաղաշաբաթում դրանք քաղաքական ընտրություններ են, դրանք քաղաքային ընտրություններ չեն, քաղաքական են, հետո նոր քաղաքային են, համապետական նշանակություն ունեն, շատ ավելի կարևոր են, քան Գյումրու ընտրություններն են, եւ մենք կոչ ենք անում հարգելի սիրելի վաղաշաբաթցիներին, էջմիածինցիներին, հարակից գյուղերի բնակիչներին անպայման գնալ ընտրությունների, անպայման մասնակցել ընտրություններին, ձեր դիրքորոշումը հայտնել։ Եթե դուք ունեք ընդդիմադիր հայացքներ, ձեզանից շատ բան չենք խնդրում, ձեզանից խնդրում ենք ուղղակի, որ գնալ մասնակցել այդ ընտրություններին։ Գյումրու օրինակը թող ձեզ փաստ լինի, որ բարձր մասնակցությունը, գյումրեցիների բարձր մասնակցությունը խառնեց նիկոլականների բոլոր պլանները։ Իրենք պլանավորել էին, որ ստանալու են, ասենք 17000 ձայն, հստակ գիտեին դրա համար իրենք շատ վստահ խոսում էին, որ 50+ են հավաքելու եւ կազմելու են իշխանություն, բայց գյումրեցիները, ես չեմ խուսափես բան օգտագործելու, ձևակերպումը մատ արեցին նիկոլականներին ուղակի ընդրատեղամասեր գնալով։ Շատ բարձր մասնակցությունը ուղակի խառնում է սրանց խաղակարտերը։ Դրա համար մեր Մայր Հայաստանի միակ թիրախը դա ԿՊԱ-ականներն են, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ նրանց արբայնակները իդեմս այս երևույթների, ովքեր ասենք չեն խորես մարդիկ արդեն իրենց բերանում ասում են, որ մենք Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քաղաքական գործիչներն են, ինչ եք ուզում։ Մայր Հայաստանի թիրախը միայն այս քաղաքական ուժերն են, մենք պատրաստ ենք համագործակցության իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, դա նույնիսկ չէ քննարկվում, բայց խնդրում ենք անպայման եւս մեկ անգամ կրկնեմ գնալ ընտրությունների, մասնակցել ընտրությունների, դա ձեզանից խլելու է ընդամենը կես ժամ, բայց դուք իրավիճակ եք փոխելու, ինչպես փոխվեց Գյումրիում եւ փոխվելու է համապետական ընտրությունների ժամանակ։ Էլի կրկնեմ, շատ մեծ բան չէ, ուղղակի գնալ ընտրատեղամաս, այդքան բան։ Այս իրավիճակում ուղղակի ես ուզում եմ նշել, որ վաղարշաբաթը նաև գաղափարախոսական տեսանկյունից, խոսքի սկզբում նշեցի, արժեքային տեսանկյունից շատ կարևոր է, որովհետև Նիկոլ Փաշինյանը պետք է պարտվի Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, այլ տարբերակ չկա։ Նիկոլ Փաշինյանը տեղ չպետք է ունենա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, խոսքը քաղաքական տեղի մասին է, եւ դրանով դուք կարող եք նաեւ կանխել Նիկոլ Փաշինյանի այս այլանդակ բռնապետական նկրտումները։ Եվ Սամվել Կարապետյանի դատը հիմա շարունակվում է, 3 մինչև ուշ գիշեր գործը քննվում է, դուք եւս այնտեղ եք, Մայր Հայաստանի աջակցությունն է հայտնում։ Խնդրեմ այս ամենը այսօր մոտ 2 ժամ առաջ գրվեց, որ ժողովուրդ օրաթերթն է գրել, որ դատավորի ինքնազգացողությունն է գրվածացել, խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Ես նշեցի, որ Սամվել Կարապետյանի դատավարությունը, նրա բանտարկությունը, սրբազանների բանտարկությունը, այլ քաղաքական գործիչների, հասարակական գործիչների,
բանտարկությունները, քահանաների բանտարկությունները ես նայում եմ նույն շղթայի մեջ։ Ես նայում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների եւ սեփական իշխանությունը պահելու համատեքստում։ Այսինքն այս մարդը ամեն օր կարմիր գիծ է հատում։ Ինքը ոտնահարում է ժողովրդավարության արժեքները, մարդու իրավունքները, իր համար չկա ստոպ նշան այս իրավիճակում։ Դրա համար էլ մենք ամեն օր ականատես ենք լինում մի նոր այլանդակության, քաղաքական բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների եւ մի բան նշեմ, ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանը հոդվածներ էր գրում Հայաստանում ստեղծված նախկինների ժամանակ, ոստիկանապետության մասին վիճակագրություն էր ներկայացնում, թե տեսեք Հայաստանում ոստիկանների թիվը այնքան է շատացել, որ դարձել է ոստիկանապետություն։ Իր իշխանության գալուց հետո Հայաստանում ոստիկանների թիվը երևի կրկնապատկվել է։ Հստակ վիճակագրության ես չեմ տիրապետում, բայց ակնհայտ, որ շատացել են իսկական ոստիկանապետություն Նիկոլ Փաշինյանի ստեղծած ռեժիմն է։ Եվ ինչն է հետաքրքիր, ինչքան շատանում է ոստիկանների թիվը, իրավապահ համակարգի թիվը, բարձրանում են նրանց աշխատավարձերը, այդքան հանցագործության մակարդակը Հայաստանում աճում է։ Այդքան ճանապարհներին անվտանգ չի, այդքան մարդ իրեն անվտանգ չի զգում արդեն փողոցում քայլելիս։ Այդքան մենք տեսնում ենք սպանություններ, գրեթե ամեն օր լսում ենք սպանությունների մասին։ Այսինքն իր ստեղծած ոստիկանապետությունը բացառապես ծառայում է սեփական անվտանգության եւ սեփական իշխանության ամրապնդման համար։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես երբ Նիկոլ Փաշինյանը տեղաշարժվում է, ասենք գնում է Գյումրի, այդ 120 կիլոմետր ճանապարհի յուրաքանչյուր 100 մետրը մի ոստիկան կանգնած է չհաշված մեքենաները։ Այդ նման վախեր ունեցող իշխանությունը չի կարող այլ կերպ վերաբերվել այն քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր սպառնում են իր իշխանությանը կամ իրենք մտածում են, որ սպառնում են իրենց իշխանությանը, վտանգ են ներկայացնում կամ այդպես իշխանությունն է մտածում։ Եվ բնականաբար Սամվել Կարապետյանը, հոգևորականները, ես ցավալի բան եմ ասում, բայց վերջինը չեն։ Պատրաստվեք, շատերն են Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքում հայտնվելու բանտերում, կալանավայրերում եւ միակ այստեղ կանգնեցնելու բանը հանրային բողոքի այդ մակարդակը բարձրացնել այն աստիճանի, որ իրոք Նիկոլ Փաշինյանը վախենա որևէ նման գործողությունների դիմելու։ Այլ տարբերակ գոյություն չունի, միայն հանրությունը կարող է քաղաքական գործիչների հետ բնականաբար համախմբված կանխել այդ այլանդակ բռնապետական մեքենան, որը հիմա ամբողջ Հայաստանում անում է բաներ, որոնք մենք չենք էլ պատկերացնում, որ կարելի է անել։ Մենք երբևէ չէինք պատկերացնում, որ սրբազանները շինծուգործով կարող են հայտնվել կանանավայրում։ Այսինքն պատրաստվեք, շատ ավելի դաժան օրեր են գալու, բայց ինչքան իրավիճակը վատթարանա, այդքան այս իշխանությունից ազատվելու հույսերը ավելի են մեծանալու։ Շնորհակալություն։ Ես եմ